Հետևելով Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուների առաջադրման գործընթացին, Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը համոզվել է, ընտրագրավը ուղղակի անհրաժեշտություն է։ Դա կարևորագույն գործիքներից մեկն է ընտրապայքարը արհեստական, ոչ ռեալ, ոչ իրական թեկնածուներից զերծ պահելու համար։ Մինչդեռ առաջադրված 15 թեկնածուներից շատերը բողոքում են, թե 8 միլիոն դրամ ընտրագրավը հակասահմանադրական նորմ է, քանի որ մայր օրենքը նման պահանջ չի ներկայացնում։ Իսկ ով ասեց, որ սահմանադրության մեջ ամեն ինչ կա։ Իսկ այդ հարցերը սահմանադրությունը կարգավորում է հասարակական հարաբերությունները, ամենակարևոր հարաբերությունները։ Այսինքն ընտրակարգն է կարգավորում, թեկնածուներին առաջադրվող պահանջներն է, իսկ մնացած հարաբերությունները կարգավորվում են արդեն ընտրական։ Նախարարը հիշեցնում է, որ սրտնեղող թեկնածուները անհանգստանալու կարիք չունեն, ընտրագրավը հետ է վերադարձվում, եթե նրանք կարողանում են հաղթահարել առնվազն 5%-ի շեմը։ Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ևս խոսեց ընտրություններից, սակայն միայն Հայաստանի Հանրապետական կուսակցության թեկնածուի Սերժ Սարգսյանի շանսերից։ Համոզված ենք, որ մեր թեկնածուն իհարկե ֆավորիտ է եւ հաղթող թեկնածու է։ Ընտրությունները կլինեն մրցակցային, դա մեր կարծիքն է։ Այսպես թե այնպես ոչ իմ ասելով է դա լինում, ոչ որևէ մեկի։ Դա որոշում է մեր ազգաբնակչությունը եւ ում կտան իրենց քվեն, ուրեմն նա էլ կլինի հաղթող։ Միանշան է։ Նարին Էրիսյան, Կարեն Չիլինգարյան, IPF։